Բարևձեզ հարգելի ագնտիներ, հայրենիք լրատվական գեցոնեն գահորտենք լուրերը։ Հայաստան Թաշինքի Սպիտակի գրասենյակի մեջ խուզարկություններ կատարվեցան Փդատության թեմ բայկարի գոմիտեին աշխատակիցներուն կողմէ, որոնք անձեր պերմանենտ արգեցին։ Գոմիտեն ոչինչ հաղորդեց խուզարկության թրտավաճառներու մասին։ Հայաստան Թաշինքը դատապարտեց կատարվածը եւ հայտարարեց, որ անիկա իրավական հոլովույթը չէ, այլ հերթական աժան փորձը խոչընդոտելու Թաշինքին գարույցներուն բնականոն աշխատանքը։ Որևէ խուզարկություն կամ ցերպակալություն չի գտնար փոխել մեր քաղաքական օրակարգը, հայտարարեց Թաշինքը։ Դեղին է նշել, որ ասիգա առաջին քրեական վարույթն է, որ գարանչվի Հայաստան Թաշինքին։ Հայաստանի ընդրական գետրոնական հանձնախումբը գվարե երկու չափ, երկու գշիր քաղաքականությունը։ Այսպես, երբ բարական անտիմատիրներն են, գգիրարգվի աբորինի քաղտնալսում, հետավնդում եւ ցերպակալություններ, չհաստատված ընդրական գաշարքներու անհիմն գործերով։ Բայց, երբ իշխող քաղաքացիական պայմանակիրն է ընդրական օրենքը գոբդորեն խախտողը, գհղե անհասցե եւ ընդհանուր քիզերու մեջ զգուշացումներ, երբ պետք է իրավական քայլերու թիմբի։ Կբայականները աշխատանքի ժամուն աբարանի մեջ աշակերտներ եւ ուսուցիչներ հadoop փոխադրկարգերով հասցուցին ընդրարշավի վայր, ուրանոնք մասնակցեցան Նիկոլ Փաշինյանի ընդրական հավաքին։ Ընդրական գերտնական հանձնախումբը առանց ԿԲ-ի անունը նշելու բավականացավ միայն հիշեցնելու թե նախընտրական կառավարության ընթացքին արգելված է օգտագործել վարչական աղբյուրները, որոնց շարքին են աշակերտները, ուսուցիչները, բժշկական հաստատություններու աշխատակիցները եւ հանրային մարզի մեջ գործող բոլոր անձերը։ Իսկ գրթության նախարարությունն ալ հայտարարեց, որ Արաքածոտնի մարզի մեջ քաղաքական քարոզարշավին դպրոցներու մասնակցության հարցով քննություն պիտի կատարի։ 7 հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններուն քարոզարշավը կշարունակվի։ 17 գուսակցություններու եւ 2 Թաշինքներու ներկայացուցիչները Հայաստանի տարբեր մարզերուն եւ մայրաքաղաք Երևանի շրջաններու մեջ հանդիպումներ կունենան բնակիչներու հետ, անոնց բացատրելով իրենց ընդրական ծրագիրը, նաեւ գլսեն քաղաքացիներուն դժգոհությունները, բանջները եւ առաջարկները։ Այս իմաստով Հայաստան Թաշինքը կանոնավոր կերպով կշարունակե իր ընդրարշավը։ Ընդրարշավին ամբողջ դեպողության ընթացքին ընդրություններում մասնակցող քաղաքական ուժերը բարդավոր են հետևելու ընդրական օրենսգիրքի մեջ կետերուն, գաշարքի խոստումներեն, մինչև ընդրողներուն ազատ գամքի արտահայտության արգելափակումներ։ Հայաստան խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյան, Լիլիթ Գալստյան, Աննա Գրիգորյան, Արթուր Խաչատրյան եւ Արմեն Քևորքյան հանդիպում ունեցան Եվրոպական խորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի թեդերու առաքելության բադվիրակության հետ։ Խմբակցության պատգամավորները ներկայացուցին նախընտրական քաղաքական մթնոլորտի մասին իրենց քննադատականները եւ անդրադարձան վերջին շրջանին կատարված ընդրական օրենսգիրքին փոփոխություններուն, ընտիմատիրներու նկատմամբ քրեական եւ վարչական հետապնդումներուն։ Անոնք նաեւ խոսեցան հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումներուն եւ այլ մարտահրավերներու մասին, որոնք խորհրդարանական ընտրություններուն ձիրի մեջ մտահոգիչ են։ Պատգամավորները նաեւ պատասխանեցին Եվրոպացի թեդերու առաքելության պատվիրակության անդամներուն հարցումներուն։ Ռուսիա նախագահ Վլադիմիր Պուտին հայտարարեց, որ քանի մարիթներով Նիկոլ Փաշինյանի ըսած է թե Ռուսիա պիտի կատարե ամեն ինչ, որ շահավետ է հայ ժողովրդին համար, ավելցնելով, որ թարերե վեր հայ ժողովրդին հետ ունին հadoop հարաբերություններ։ Պուտին նաև նշեց, որ Հայաստանի հետ արևդուրը այժմ նվազած է, եւ թե Հայաստան
նշանակալից առավելություններ կստանա Եվրասիական տնտեսական միության ձիրին մեջ։ Ռուսիա նախագահը դեսագետ հայտնեց, որ Հայաստանի քաղաքացիներուն եւ Հայաստանի համար ճիշտ պիտի լա շուտ կողմնորոշվիլ։ Օրինակ, հանրակրվեմը կազմակերպել, թե ինչ պիտի լա ընտրությունը՝ Եվրասիական տնտեսական միություն, թե Եվրոպական միություն։ Հանրակրվեի արդյունքին համաձայն մենք ալ կգադարեինք մեր եզրակացությունը եւ գովեինք թեպի Պապուկ Աբահարզան, շեշտեց Պուտին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև հայտարարեց, որ Բաքու Հայաստանը անկախությունը զրկելու նպատակ չունի։ Անասավ, որ այսպես գոչված եվրոպացի թեթերը, որոնք ենթադրաբար կշարունակեն իրենց հսկողությունը Ադրբեջան-Հայաստան սահմանին վրա, կփախչեին եւ անոնց հետ նիստ չեր մնար Ադրբեջանի մեկ գրագոցեն ետք։ Որևէ գարիք չկա Հայաստանը մեզ մե պաշտպանելու, որովհետև մենք հասանք մեր նպատակին, հոխորդած ան։ Ալիև նաև խոսեցավ Բաքուեն Զանգելան երկաթուղի կառուցման ծրագրի մասին եւ շեշտեց, որ անիկա կրնա ավարտիլ 1.5 տարվան ընթացքին, ավելցնելով, որ քալդարի գարելի պիտի լա գնացքով հասնիլ Ստեփանագերտ եւ նշեց, որ երկաթուղին այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով պիտի երկարի մինչև Նախիջևան։ Հագարակ անոր, որ Երևան հաջող կհայտարարեր, որ Զանգեզուրի միջանցք գոյություն չունի, Ալիև եւ թուրքերը համառորեն կգործածեն այս ձևակերպումը։ Հայաստանի արտաքին գործոս նախարար Արարատ Միրզոյան հայտնեց, որ ներկա դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չկան բանակցություններ խաղաղության պայմանագրին ըստորագրման շուրջ։ Անասավ, որ հայկական կողմը պատրաստ է անմիջապես սկսելու խորհրդակցություններու ըստորագրման վայրի եւ թվականին շուրջ, սակայն Ադրբեջան դակավին պատրաստակամություն չի հայտներ ըստորագրման, միաժամանակ անվերահաստատեց, որ խաղաղության հոլովույթի նկատմամբ Հայաստան ունի իր հանձնառությունը։ Միրզոյան նաև խոսեցավ Հայաստանի եւ Թուրքիո միջև հարաբերություններուն հաստատման մասին եւ հայտնեց, որ ներկայիս քննարկումներ կկատարվին գործակցության նոր հնարավորություններու մասին, սակայն վերջնական որոշումներ չկան։ Միրզոյանի համաձայն շարունակ կհետաձգվի երրորդ պետություններու քաղաքացիներու եւ դիվանագիտական անցակիր ունեցող անձերու դիմաց թրքական սահմանը փանալու համաձայնության գործադրությունը, հակառականոր, որ այս համաձայնությունը շատոնց գոյացած է։ Արցախի նախկին արտաքին գործոս նախարար Դավիթ Բաբայան Բաքուի պանդեն թիմեց հայ ժողովրդին, լրատու աղբյուրներուն, միջազգային ընտանիքին եւ մարդու իրավունքներու պաշտպաններուն, խնդրելով, որ պաշտպանեն հայ քերիներուն իրավունքները։ Բաբայան հայտնեց, որ անհետացած են Բաքուի վերակնիչ Ադյանին ուղարկած իր նամակ բողոքները, որոնք անհրաժեշտ են միջազգային Ադյան թիմելու համար։ Ան նաև խնդրեց, որ բահանջվի իր ելույթներուն դեսանյութերը, մտահոգություն հայտնելով, որ անոնք կրնան արդեն իսկ անհետացած լալ։ Իսկ Փաշինյան անդրադարձավ Բաքուի մեջ փանդարգված պատերազմական հայ քերիներու հարցին եւ հակադարձեց, թե ընդդիմության հայտարարությունները չեն նպաստել հարցին լուծման, որովհետեւ Ադրբեջանի մեջ կհետևին այդ հայտարարություններուն։ Սակայն նշելին այն է, թե խորքին մեջ ադրբեջանցիները մեծ խանդավառությամբ կհետևին Փաշինյանի հայտարարություններուն, որոնք կգործածվին հագահայ քարոզչություն կատարելու համար։ Լավագույն օրինակը Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի դեմ շղթայազերծված քարոզչությունն է, որուն ընթացքին Նյու Յորք մեդիա օրաթերթի մեջ վճարովի լույս տեսած հոդվածի մեջ փարացիորեն
հիշված է Փաշինյանի խոսքերը հայոց ցեղասպանության մասին, թե ինչպես պատահեցավ, որ 1939-ին չկար հայոց ցեղասպանության օրագարկ եւ ինչպես հայտնվեցավ այդ օրագարկը 1950-ին եւ ադիգա ինչպես տեղի ունեցավ։ Դեղին է նշել, որ Մամդանի վերածվեցավ ադրբեջանցիներուն թիրախին, երբ հիշեց հայոց ցեղասպանությունն ու Արցախը։ Միջազգային եւ համեմատական իրավունքի գետրոնի նախագահ եւ Արդարության եւ մարդու իրավունքներու հայկական գետրոնի դնորեն իրավապան Սիրանուշ Սահակյան հաղորդեց, որ ըստացած են Զվիթերի արտաքին գործոս նախարարության պատասխանը ըստ միջազգային օրենքի երրորդ պետության մգողմե հովանավոր պետության իրավունքի օգտագործման վերաբերյալ Բաքուի մեջ աբորինի գերբով փանդարգված հայ քերիներու հյուբադոսական մագարտակի այցելության մասին։ Պատասխանին մեջ նշված է, որ այս իրավունքին իրականացումը պետք է ստանա խնդրո առարգա երկու պետություններուն, այսինքն Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությունները։ Նամակին մեջ նաեւ գրված է, որ երկկողմանի բանակցություններուն միջոցով Զվիթերիա բազմիցս գոչ ուղղած է Ադրբեջանի երաշխավորելու արդար դատավարության իրավունքը եւ ապահովելու, որ փանդարգության պայմանները համապատասխանեն միջազգային չափանիշերուն։ Դեղին է նշել, որ Հայաստանի արտաքին գործոս նախարարությունը դակավին անպատասխան ձգած է պատերազմական քերիներուն ընտանիքներուն նամակը, որ հղված էր թե Զվիթերիո եւ թե Հայաստանի արտաքին գործոս նախարարություններուն։ Անկարայի իշխանությունները ամբողջացուցին Հայաստանի հետ արևդուրի բնականոնացման հոլովույթը, ըստ որուն այսուհետև Թուրքիային Հայաստան եւ հագարակ ուղղությամբ ապրանքներու արդաձումը եւ ներածումը պիտի արձանագրվին իբրև Թուրքիո եւ Հայաստանի միջև արևդուրի գործառնություն եւ ոչ թե երրորդ երկրի միջոցով կատարված արևդուր։ Այս տեղեկությունը փոխանցեց Թուրքիո արտաքին գործոս նախարարության պամպեր Օնջու Քեչելի։ Նախապես Հայաստան արտացվող թուրքական արտադրությունները կհասցեակրվեին երրորդ երկրի, ուր նույն ապրանքները Հայաստան կփոխադրվեին։ Վրաստանի Ախալցխա շրջանի հայկական Սուրբ Նշան եկեղեցու սրբանկարները անձանոթներու կողմէ թափված են աղբանոց։ Սուրբ Նշան եկեղեցին, որ այժմ գործոն չէ, դարիները ի վեր վեճի առարգա է վրաց եւ հայ արաքելական եկեղեցիներու միջև, թե անիկա որու կպատկանի։ Եկեղեցու հարագից տաղերու մեջ ապրող բնակիչներ նկատած են սրբանկարները եւ զանոնք հավաքելով վերադարձուցած են եկեղեցի։ Իսկ այժմ հարցազրույցը պիտի ունենանք տնտեսագետ դոկտոր Թաթուլ Մանասերյանի հետ։ Բարև ձեզ։ Բարի երեկո։ Թուրքիո իշխանությունները հայտարարեցին, որ Թուրքիո եւ Հայաստանի միջև արևդուրին թեմ հաստատված արգելքները վերացած են։ Ով, երբ եւ ինչպիսի արգելքներ հաստատված էին։ Թուրքիայի կողմից արգելքները սահմանվել էին Արցախյան պատերազմի ժամանակ որպես աջակցություն Ադրբեջանի Հանրապետությանը եւ միակողմանի պահպանվել են մինչեւ 2026 թվական։ Իրականում արգելքները շրջանցվել են, արգելքները կարելի ասել պայմանական են եղել, որտեղ եւ ապրանքների առևտուր է եղել, ապրանքների շրջանառություն, նաեւ ուղևորների, այսինքն զբոսաշրջության ոլորտում հատկապես այդ արգելքները եւս շրջանցվել են։ Փաշինյանի վարչախումբը սահմանին բացումը կներկայացնե իբրև մեծ հնարավորություն Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Մինչ տնտեսագետներ գխորին, որ տնտեսությունը եւ հատկապես գյուղատնտեսությունը կկայքայվին, չթիմանալով թուրքական արտադրություններու ներթափանցման, եթե պաշտպանական քայլեր չառնվին։ Արդյոք նման քայլեր առնված են։ Կարևոր է նկատել, որ հատկապես տնտեսության կառավարման պատասխանատուները
երբևէ չեն ներկայացրել հաշվարկներ առ այն, թե սահմանի բացումից Հայաստանի տնտեսությունը կշահի կամ կտուժի, եւ եթե կշահի կամ կտուժի, ապա որքանով։ Մենք հակված ենք մտածելու, որ թուրքական ապրանքների մրցունակությունը բավական բարձր է մի քանի առումներով։ Նախ, որ դրանց մեծ մասը, որ արտահանվում է իրականում միայն թուրքական ապրանքներ չեն, միայն տեղական արտադրություն համարելը վերապահումով կարելի է, քանի որ հատկապես լայն սպառման ապրանքները համատեղ արտադրություններ են եվրոպական երկրների հետ, Միացյալ Նահանգների այլ ընկերությունների հետ։ Երկրորդը գյուղատնտեսության ոլորտում հայտնի է, որ Թուրքիայի կառավարության տրամադրած սուբսիդիաները շատ ավելի բարձր են, քան հնարավորությունն է Հայաստանի Հանրապետությունը պետական բյուջեից նման գումարներ տրամադրել գյուղացիական տնտեսություններին։ Եվ երրորդ կարևոր հանգամանքը, բացի այս ամենից, Թուրքիան ունի հատուկ բյուջետային գումարներ, որոնք ուղղվում են արտահանման, աջակցման, խրախուսման համար, հատկապես նոր շուկաներ գրավելու նպատակով։ Սա է պատճառը, որ արդեն տասնամյակներ են, ինչ թուրքական ապրանքները ողողել են աշխարհի տարբեր երկրների, առաջին հերթին եվրոպական բոլոր երկրների շուկաները, այդ իսկ պատճառով Հայաստանի նման թույլ տնտեսությունը չի կարող դիմագրավել այս մրցակցությունը եւ մեր խորին համոզմամբ տեղի կունենա թուրքական ապրանքների մեծածավալ էքսպանսիա, ինչը կործանարար կլինի հայ գյուղացու համար։ Թուրքական այս քայլը կներկայացվի իբրև Փաշինյանի վարչախումբին մեկ իրագործումը։ Նույն դրամապանությամբ կներկայացվին Ադրբեջանեն վարելանյութի ներազումները, ինչպես նաև անի պատմական գամուրջի նորոգության համաձայնությունը։ Ինչ գնահատականներ կուտակ այս քայլերուն։ Զանոնք կհամարեք անգերց քայլեր, թե Փաշինյանի վերընտրության իմաստով ցևական ժեստը։ Սկսեմ վերջից, նախ անի կամուրջի վերականգնման ուղղությամբ աշխատանքներ, փորձեր արվել են 2 տասնամյակից ավելի, եւ ձեր խոնարհ ծառան եւս իր ակադեմիական շրջանակներում թուրք փորձագետներին հորդորել է ազատ տնտեսական գոտի, ազատ զբոսաշրջային գոտի ստեղծել անիի շուրջ եւ վերագրել այս իշխանությանը, կարծում եմ, որ արդար չի լինի։ Բացի այդ, ինչպես բոլոր մնացած քայլերը, հայ-թուրքական սահմանի բացումը ոչ միայն չի կարելի վերագրել Փաշինյանական վարչախմբին, որովհետև պետք է հիշենք, որ միայն այս իշխանության օրոք 3 տարբեր քաղաքականություն է վարվել։ Նախ Թուրքիայի հետ բավական ազատ ռեժիմի առաջարկներ եւ ջանքեր վերաբացելու սահմանը, հետո եղել է էմբարգո, ամենը 2-3 տարի առաջ, ինչը վերացվեց 1 տարի անց այն կիրառելուց եւ հիմա խոսքը գնում է արդեն հայ-թուրքական սահմանի բացման մասին։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Փաշինյանական ռեժիմը կիսատ պռատ քայլեր է անում, ինքը չգիտակցելով, չպատկերացնելով, թե ինչպիսի հետևանքներ կունենան։ Ինչպես արդեն նշեցի, արհեստավարժ մոտեցում այս հարցին չի ցուցաբերվում։ Էկոնոմիկայի նախարարությունը չի պատասխանել մեր այն հորդորներին, որպեսզի ներկայացվեն հստակ հաշվարկներ եւ նշվի, թե որքանով դրանից Հայաստանի տնտեսությունը կշահի կամ կտուժի։ Իրականում սա նախընտրական քայլ է եւ կարծում եմ, որ իր մեջ ներառում է շատ ավելի ռիսկեր, վտանգներ, սպառնալիքներ, քան որևէ լավ այդպես արդյունքներ կարող է բերել Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալություն։ Հարգելի ակնթիռներ, մեր զրուցակիցն էր տնտեսագետ դոկտոր Թաթուլ Մանասերյանը։ Այսպիսով մեր հաղորդումը կհասնի իր ավարտին։ Ցտեսություն։